Շարունակում ենք մեր շախմատների խաղերը ուսուցողական եւ այս անգամ մենք կրկին փորձում ենք հարված սկանդինավյան պաշտպանությունը։ Տեսնենք հակառակորդը վերցնում է թե ոչ եւ նա վերցնում է։ Այս դիրքում մենք կարող ենք խաղալ այս երկու քայլերը։ Մենք կարող ենք վերցնել թագով։ Իսկ այս դիրքում կան 3 հիմնական քայլեր։ Մեկը թագուի A5-ն է, մեկը D8-ը եւ D6-ը։ Այս խաղում ես ձեզ ցույց եմ տալիս, թե ինչպես խաղալ թագուի D6 տարբերակը։ Մեր հետագա ծրագրի մեջ է մտնելու խաղալ այս զինվորը, պաշտպանելու համար վանդակ կա այս երկու քարերից, նաև զարգանալ այս զին, փիղը, ձին եւ փոխատեղում իրականացնել։ Զարգացնում ենք ձին, սկելով կենտրոնական վանդակները, հաջորդը զարգացնում ենք փիղը, այստեղ կամ այստեղ, կախված հակառակորդի քայլերից, այս դիրքում այստեղ պետք է գնանք, հաջորդը խաղում ենք ձին, որից հետո կատարում ենք փոխատեղում։ Հակառակորդից սպասում ենք այս երկու քայլերից ոչ, նա շարժում է փիղը, հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես են զարգացնել մեր այս մյուս քարերը։ Սկզբի համար մենք խաղանք այս քայլը եւ պաշտպանենք այս զինվորին, հետագայում կարող ենք խաղալ փիղը, նավակ այստեղ կամ այս կողմով հարձակում սկսել։ Մենք ցանկանում ենք այս զինվորը խաղալ, բայց մինչև այդ պետք է աջակցել այդ քայլը այս H6 քայլով, որից հետո մենք կարող ենք հանգիստ դրել զինվորը։ Հակառակորդը հավանաբար գնալու է այստեղ։ Մենք կարող ենք հաղթել այս զինվորը, բայց դա մեզ կուղղորդի դեպի ավելի դանդաղ խաղ, չնայած ինձ թվում է ես այս դիրքում պատրաստվում եմ դա անել։ Մենք շահեցինք մեկ զինվոր, եթե նա վերցնի, մենք վերցնում ենք, և եթե նա վերցնի, մենք վերցնում ենք նավակով և հարձակվում թղի վրա։ Թագուհ վերցնելուց հետո մեր փիղը հարձակվում է այդ զինվորի վրա, իսկ նավը այս փղի վրա։ Հետևաբար հակառակորդը պիտի խաղա այսպիսի մի քայլ, մենք ետ ենք վերցնում, ցակում այս քայլերի վրա, մենք հիմա պետք է զարգացնենք այս մյուս քարը,
Մինչ այդ մենք կարող ենք գալ այստեղ, որպեսզի հետագայում նավը գա մյուս վանդակի վրա։ Չնայած հակառակորդը հնարավոր որ այստեղ գնա։ Զարգանանք թե նա խաղ այստեղ, մենք կարող ենք ետ գա մյուս նավը ներքևում և արդեն փոխարինել որոշ քարեր, քանի որ մենք մեկ զինվոր ավել ենք։ Տեսեք։ Եվ մեր այս ավել զինվորը հակառակորդը ետ է խաղում, որը մեզ թույլ է տալիս զին գալ այստեղ, ինչպես նաև զարգանել, զարգանանք նավակը և հսկենք այս բաց լիցը։ Հակառակորդը հարձակվել է նավակի վրա, որը մենք կարող ենք շարժել այստեղ, որից հետո նա կարող է հարձակվել, բայց մենք կարող ենք նաև այս քայլով փակել փղին և ետ վռնդել, եկեք այդպես խոսենք դրա մասին, և ձեն հարձակվել փղի վրա, եթե նա վերցնի, մենք կարող ենք վերցնել և փոխանակել որոշ քարեր։ Տեսեք, որ G-ու քայլից հետո արդեն այս վանդակը ազատ է մնացել և մենք կարող ենք փղով հարձակվել նավի վրա և փիղը արդեն ավելի ակտիվ տեղում կլինի։ Հատկապես այն բանից հետո, երբ մենք այս դիրքում մենք կարող ենք նաև վերցնել այս զինվորը, որից պատրաստում եմ մենք վերցնենք, և նա վերցնի, կարող ենք վերցնել սա, թե նա վերցնի, մենք կվերցնենք, նա կվերցնի այստեղ։ Սակայն կարող ենք վերցնել սա, որից հետո մենք կարող ենք հարձակվել նավակի վրա։ Տեսեք, թե ինչպես մենք չենք վերցնում զինվորը, քանի որ դա նրա փղին ակտիվ կդարձնի և նա կհարձակվի մեր փղի վրա։ Հիմա մենք կարող ենք հարձակվել G-ու վրա, որը հնարավոր է որ գնա այստեղ։ Նաև մենք կարող ենք իջնել այստեղ, թե նա փոխարինի, մենք կգնանք այստեղ, այս վանդակի վրա, կարող ենք արդեն փոխանակել նավակները,
Մենք գնանք այստեղ, գնանք այստեղ։ Խաղանք այստեղ։ Այո, եկեք հարձակվենք ձիու վրա։ Ձին չի կարող գալ այստեղ։ Մենք կարող ենք հարձակվել մեր փղի վրա։ Այո։ Մենք վանդագետ են գնում, եք պաշտպանում։ Այլի։ Վերցնում ենք ետ, եթե շախ տա, մենք պարզապես վերև ենք պարսանում։ Ձեր հակառակորդը ցանկանա այսպես հարձակվել, մենք կարող ենք արկայով փախչել դաշտի մյուս կողմը։ Այս զինվորը մշտական թույլ կետ է համարվում դաշտում, սակայն եթե հակառակորդը այնտեղ, մենք կարող ենք միանգամից փոխել քարերը։ Հակառակորդը ձին չի կարող այստեղ գնալ։ Միակ քայլը այստեղ է, որ հնարավոր է գնալ։ Մեր փղերը հսկում են այսպես գծերը, մեր նավերը գտնվում են բաց գծերի վրա, դաշտում կան երկու բաց գծեր, ասենք ոչ մի զինվոր չկա այս գծերի վրա, և այդ գծերից մեկը ես եմ հսկում, իսկ մյուսը նա, սակայն իմ գիծը ավելի արդյունավետ գիծ է, քանի որ այն հսկում է ամբողջական կենտրոնը։ Հակառակորդը գալիս է այստեղ և մենք եթե վերցնենք և նա վերցնի, մենք կարող ենք ձիուն կապել արքային, ապա շախի միջոցով հասնենք որոշ հաղթանակի։ Եկեք վերցնենք, ապա կապենք ձիուն։ Խաղանք այստեղ, այս շախից պաշտպանվելու համար։ Ասենք, որ հակառակորդը չի կարող գալ այստեղ, քանի որ մենք հսկում ենք։ Այս դիրքում մենք կարող ենք խաղալ այստեղ։ Եվ տեսեք, եթե մենք այստեղ գնանք, հակառակորդը կունենա այս դաշտը փախչելու համար, դրա համար մենք կխաղանք այստեղ և ապա այս քայլով մատ կհայտարարենք։ Եթե մենք այս դիրքում գնանք այստեղ, նա կարող է փախչել այստեղ և հարձակվել մեր փղի վրա, սակայն մենք նախօրոք հսկում ենք այդ բանդակը, որից հետո ժամանակի սղության պատճառով հակառակորդը արագ քայլ է կատարում, չնայելով մեր սպառնալիքին, որից հետո մենք մատ ենք հայտարարում։ Հիշեք, երբ որ մենք խաղում ենք թագուհի D6, մեր նպատակն է խաղալ A6, դրանից հետո կառավարելու համար այս բանդակը, ապա ձին, հետո փիղը F5 կամ G4, հետագայում ձին C6 և փոխատեղում իրականացնել և քարերը կարող են զարգանալ
տարբեր կերպերով, սակայն սա ավելի ապահով էր փղին հսկելու համար։ Որոշակի փոփոխություններից հետո մենք ակտիվացնում ենք մեր քարերը, տեսեք փղերը ակտիվ հսկում են, նավակները հսկում են բաց դաշտը, մենք այստեղ եկենք, որպեսզի նա չկարողանա շահ տալ և փոխանակել նավերը, այստեղ մենք հսկեցինք բոլոր դաշտերը, իսկ նավակն էլ այստեղից հսկելու է այս մեկ վանդակը և արդեն տեղ չէ ունենալու գնալու։